Հարգելի Երևանի իշխանություններ, այս պահին ես գտնվում եմ Եռաբլուրում եւ Եռաբլուրի Պանթեոնը, որը կարիք ունի նաեւ խնամքի եւ հատկապես գարնան սկզբին պետք է տեղի ունենան այս Պանթեոնում գտնվող նաեւ ծառերի եւ բուժում եւ այտում եւ ջրում, բայց ականատեսնենք, որ ծառերը չեն էտվել, ծառերը բուժման նպատակով համապատասխան այդ միջոցառումները չեն իրականացվել եւ իհարկե նաեւ գետինը չոր է, որովհետեւ չեն ջրվել։ Բացի այդ, նոր այստեղ, երբ ասալայի մարտիկների հուշաքարերին, գերեզմանակարերին ես ծաղիկ էի տեղադրում, ինձ մոտեցավ մի անձնավորություն եւ պարզվեց, որ ես իրավունք չունեմ ծաղիկ դնեմ տապանակարերի վրա։ Ես իրենից փորձեցի պարզեմ, որը օրենքով ես իրավունք չունեմ, ասեց ինչ որ միտեղ փակցված է այստեղ, կարդացի, այո, փակցված է, որ տապանակարերի վրա ինչ որ ծաղիկներ մենք իրավունք չունենք տեղադրենք, դնենք, բայց այս մարդիկ, ովքեր որ նման հուշագիր են գրել, մի հատ թող վերանայեն այդ հուշագրի պահանջները եւ հատկապես վերանայեն թուրք պատվիրատուների այդ համատեքստում, որովհետեւ բոլոր մարտիկները, մասնավորապես ասալայի մարտիկները, դրանք մեր հարազատներն են, մեր ազգականներն են, եւ այս պահին, եթե մեր հարազատների եւ ազգականների համար իրենց անմիջական ազգականներից մարդ չկա, դա մենք պետք է անենք։ Եվ որևիցե մեկը, ոչ մի թուրք, ոչ մի ղեկավարություն, ոչ մի ինչ-որ հուշաթերթիկ մեզ չի կարող արգելել այստեղ ծաղիկներ դնել տապանակարերի վրա մեր հարազատ ասալայի անդամների։ Մասնավորապես իրենց հիմնադիր Գուրգեն Յանիկյանի տապանակարին, եւ որևիցե մեկը երբ արգելում է, պետք է հասկանա, որ այդ արգելքը մեր կողմից չի ընդունվելու։ Այնպես որ ձեր թուրք ղեկավարներին, պատվիրատուներին ասեք, որ մենք գալու ենք եւ ծաղիկները դնելու ենք տապանակարերին եւ դուք արգելք չեք կարող հանդիսանալ, ոնց որ հիմա մենք արեցինք։ Եվ եթե դուք ստեղ ինչ որ ղեկավարություն եք, ապա հետևեք ծառերին, հետևեք ծառերի բուժմանը եւ ծառերի, որպեսզի ծառերը ստանան ժամանակին եւ ջուր, եւ բուժում, եւ համապատասխան էտում։